Քո մկրտային աճի 90%-ը գալու է այս 5 բաներից։ Դրա համար եթե դու սրանք արդեն չես անում, քեզ ընդհանրապես պետք չի անհանգստանալ ուրիշ բաների, օրինակ սպորտ հավելումների մասին, որովհետև քեզ պետք է առաջնահերթ այս բաները դզել։ Առաջինը ամեն մկրտային խումբը մարզել գոնե շաբաթը 2 անգամ հաճախականությամբ ու բարձր ինտենսիվությամբ, այսինքն ատկազին մոտ պարապելով։ Երկրորդը բոլոր այն մկրտային խմբերի համար, որոնք որ փորձում ես աճացնել, ընտրել այնց վարժություններ, որոնք որ բավականաչափ ստաբիլ են, այսինքն բալանսի ու կոորդինացիայի խնդիր չկա, ու որոնք որ հնարավորություն են տալիս քեզ ժամանակի ընթացքում քաշ ավելացնել, որպեսզի դիմադրությունը շատացնել։ Վարժությունները փոխել պետք չի։ Պետք է այս նույն վարժությունների վրա զուտ ժամանակի ընթացքում ինչքան հնարավոր է ուժեղանալ։ Երրորդը մոտեցումների քանակը սահմանափակել այդքան, որ հասցնես մինչև քո մյուս պարապմունքը վերականգնվել։ Եթե քո ինտենսիվությունը ու հաճախականությունը տեղին է, դու համարյա թե երբեք չափից քիչ մոտեցում անելու խնդիր չես ունենալու, որովհետև նույնիսկ ամեն պարապմունքին մեկ մոտեցում տվյալ մկանային խմբի համար անելով հնարավոր է արդյունք ունենալ։ Կոնկրետ այն թե որն է մոտեցումների մաքսիմալ քանակը, որից դու կհասցնես վերականգնվել մինչև քո մյուս պարապմունք, կախված է շատ ինդիվիդուալ ֆակտորներից, բայց առհասարակ շաբաթվա կտրվածքով մի մկանային խմբի համար 10 մոտեցումը գերազանցելը համարյա թե երբեք իմաստալից չի։ Չորրորդը ամեն 1 կիլոգրամ մարմնի զանգվածի համար ուտել մոտ 2 գրամ սպիտակուց ու կալորիաների 15-ից 20%-ը ստանալ ճարպերից։ Մնացածը կարաք ստանաք ածխաջրերից։ Եվ 5-րդը գիշերները գոնե 7 ժամ քնել։ Եթե ընդամենը այս 5 բանը տարիներ շարունակ անես, քո պոտենցիալ մկրտային աճի 90%-ը կապահովես։ Մնացած համարյա ամեն ինչ շատ ավելի փոքր էֆեկտ է ունենալու քո արդյունքի վրա, քան դու մտածում ես։